Սիրելիներ, ես հենց հիմա գտնվում եմ Լոս Անջելեսում, Hamos Boxing Club-ում, որը շատ հայտնի է դարձել կարճ ժամանակում, ու իմ կողքին է գտնվում մի հիասքանչ անձնավորություն, որին շատ շուտվանից ճանաչում եմ, ու նրա կյանքի ընթացքը շատ լավ գիտեմ որտեղ էր եւ որտեղ հասավ եւ ինչ ապագա ունի։ Կխնդրեմ Համիկ Արսենյանին, որպեսզի նա երկու խոսքով վկայի, թե ոնց եղավ, Աստված ոնց իրեն բարձրացրեց այնպես, որ հիմա ինքը շատ մեծ ազդեցություն ունի մի հսկա սերնդի վրա, հայ սերնդի վրա, ու ես գիտեմ դա դեռ սկիզբն է։ Հաջողության գաղտնիքը երկուսն է, դա Աստծո օրհնությունն է, ու մեր աշխատասիրությունն է, մեր ջանքը։ Ամեն ինչի մեջ պետք է դնել ջանք, եռանդ, աշխատասիրություն, որպեսզի գա այդ ամեն ինչի վրա Աստծո օրհնությունը։ Ու մյուս բանը այն է, որ երբ որ 4 տարի առաջ եկա Ամերիկա, Լոս Անջելեսում ստեղ չունեի ոչ մի բան, որ ինչ որ լիներ հիմք իմ համար, որ սկսեի։ Նույնիսկ այդ գործիքները չկար, չէ՞։ Նույնիսկ այդ գործիքները չկար, այո, ձեռքերին որ հագնում ես, ռուսերեն կոչվում լապաներ, որ պահեիր, որ աշխատեն խփեն ձեռքերիդ, իմ բազերների վրա էի պահում, քանի որ ոնց որ չկար ոչ մի հնարավորություն այդ ամեն ինչը ձեռք բերելու, բայց կար մի բան, ցանկություն, կար մի բան աշխատասիրություն եւ Աստծո օրհնությունը, որ այդ ամեն ինչի արդյունքում ոնց որ փողոցներից, այգիներից ու պարկերից, պարկինգներում պարապացնում էի ամենտեղ, ու իմ համար չկար պատճառ, թե ինչի պետքա չանեմ, իմ համար կար պատճառ, թե ինչի պետքա անեմ։ Ու Աստծո օրհնությունով ամեն օր, ամեն վայրկյան ջանք դնելով մենք հասել ենք այս մեծ արդյունքին, որ այսօր Լոս Անջելեսի ամենամեծ դպրոցներից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Ու դաստիարակում ենք 3 մեթոդիկայان մշակել, որով դաստիարակում ենք այս սերունդին մեր։ Առաջինը դա ոնց որ բոքսը, այսինքն ֆիզիկական դաստիարակություն, երկրորդը տղամարդկային արժեքներ եւ ազգային արժեքների ոնց որ ամրապնդում իրանց կյանքի մեջ այս երեխեքի, ու երրորդը քրիստոնեական արժեքների հիմքը, որ լինի իրանց կյանքում, որ հավատքով տղամարդ տղեկ լինեն։ Սա մեր նպատակն է ու գործունեությունն է, որ կատարում ենք ստեղ հիմա։ Փառք Աստծուն, Համիկ ջան։ Դուք հիմա տեսնում եք բոքսի չեմպիոններն են, այդ աշխարհում անվանում են բոքսի արքաներ նույնիսկ, բայց եւ այնպես մեր սիրելի Համիկը ստեղ գրել է Jesus is King, իհարկե, նա արքաների արքանն է ու տերերի տերն է, նա չի ամաչում Հիսուսի անունը տալուց, ընդհակառակ ասում է, որ Հիսուսն է Տերը, ովքեր որ գալիս են ստեղ, իհարկե մենակ բոքսով չեն զբաղվում, այլ իրապես լցվում են Աստծո հոգով, դաստիարակվում են, ապագայի մարդիկ են ձևավորվում այստեղ։ Եթե դուք ուզեք, որ ձեր երեխաները գան ստեղ, պարապեն ու լավ ապագա ունենան, համեցեք, Աստված օրհնի։ Շնորհակալություն Համիկ ջան, այս ամեն ինչի համար։ Շնորհակալություն Սևակ ջան, համեցեք միշտ ստեղ սպասում ենք ձեզ։ Տերը օրհնի շատ։